Բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվել Միացյալ Նահանգներում ընդդեմ նախագահ Թրամփի քաղաքականության։ Ցույցերն անցկացվել են No Kings, ոչ թագավորներին կարգախոսի ներքո։ Միացյալ Նահանգների տարբեր հատվածներում անցկացված ցույցերին մասնակցել են միլիոնավոր մարդիկ։ Մասնակիցներն իրենց դժգոհություն են հայտնում ժողովրդավարական ինստիտուտների խաթարման, Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի պատերազմի եւ ներգաղթային քաղաքականության խստացման վերաբերյալ։ Թշնամին բացահայտորեն ուղարկում է բանակցությունների մեսիջներ, միևնույն ժամանակ գաղտնի կերպով պլանավորում է ցամաքային ներխուժում, չկասկածելով, որ մեր զինվորները սպասում են ամերիկյան զորքերի ցամաքային մուտքին, որպեսզի կարողանա նրանց հրկիզել եւ ընդմիշտ պատժել նրանց տարածաշրջանային գործընկերներին, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Մենք գիտենք թշնամու թուլությունները եւ հստակ տեսնում ենք վախի ու սարսափի նշաններ, ասել է նա։ So this is a big day, a beautiful day, potentially. Ես սիրում եմ Իսրայելը, ես սիրում եմ Իսրայելի ժողովրդին եւ ես շատ հպարտ եմ եւ ուրախ նրանց աջակցությամբ, հերթական անգամ հայտարարել է Թրամփը։ Իսրայելի վարչապետը նոր հրաման է տվել։ Ես հանձնարարել եմ ընդլայնել Լիբանանում գործող անվտանգության բուֆերային գոտին, ասել է նա։ Ես ասել էի, որ մենք կփոխենք մերձավոր արևելքի տեսքը եւ մենք դա արեցինք, հավելել է Նեթանյահուն։ Eleviamo la nostra supplica al principe della pace. Աստված չի ընդունում այն առաջնորդների աղոթքները, որոնք պատերազմներ են սկսում ու արյունոտ ձեռքեր ունեն։ Կիրակնորյա պատարագի ժամանակ ասել է Հռոմի Պապը։ Նա խստորեն դատապարտել է շարունակվող պատերազմները եւ կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն աշխարհի բոլոր ծայրերում։ Սարսափելի բռնություն է պատերազմը, իսկ կրոնը չի կարող օգտագործվել այն արդարացնելու համար, ընդգծել է Պոնտիֆիկոսը։ Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում, որտեղ նախատեսված էր համացանցում արգելափակումների դեմ բողոքի ակցիա, ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 10 մարդու։ Ակտիվիստները փորձել են թույլտվություն ստանալ մարտի 29-ին ամբողջ երկրում ինտերնետում արգելափակումների դեմ հանրահավաքներ անցկացնելու համար, սակայն ամենուրեք մերժում են ստացել։ Իշխանությունները դա բացատրել են անվտանգության նկատառումներով։ Հյուսիսային Կովկասն արդեն քանի օր է ջրի գերության մեջ է։ Հորդառատ անձրևներից եւ դրանց առաջացրած ջրհեղեղներից ամենաշատը տուժել է Դաղստանը։ Ջուրը լցվել է մարդկանց տներ, քշել տարել մեքենաներ։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն էլ արտակարգ դրություն է հայտարարել երկրում։ Տուժել է նաեւ մայրաքաղաք Գրոզնին։ Հորդառատ անձրևները հանգեցրել են սողանքների եւ գետերում ջրի մակարդակի բարձրացման։ Եվ վերջում Իսրայելը Երուսաղեմի լատին պատրիարք Պիցաբալային արգելել է մտնել Սուրբ Հարության տաճար առանց բացատրության։ Դարերի ընթացքում առաջին անգամ եկեղեցու առաջնորդներին արգելվել է Ծաղկազարդի պատարագը մատուցել Սուրբ Հարության տաճարում, ասվում է պատիարքարանի հայտարարության մեջ։ Մերժումը պայմանավորված է անվտանգության հետ կապված մտահոգություններով, ավելի ուշ հայտնել են Նեթանյահուի գրասենյակից։ Զարա Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։